բաց թողելով ձեր բազմաթիվ ռեգալիաները, չթվարկելով ձեր զբաղեցրած բոլոր պաշտոնները, նշել դրանցից միայն մեկը, որ դուք երկար ժամանակ հանդիսացել եք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, եւ ձեր փորձը առավել քան հիմնավոր է դարձնում այն, որ դուք պետք է զեկույց ներկայացնեք գրքի երկրորդ գլխին առնչվող թեմայով, այն է խորհրդարանական դիվանագիտություն։ Շնորհակալ եմ, հարգելի ներկաներ, նախ թույլ տվեք միանալ շնորհավորանքներին, պարոն Բեկարյան, ձեզ եւ ստեղծագործական խմբին, ով կանգնած է այս հերթական հաջողության հետևում։ Միանալ շնորհավորանքներին այսօրվա օրվա խորհրդի հետ կապված, ապրեք դուք, որտեղ առավոտվանից ամաչելով եք շնորհավորում, գիտեք, մի տեսակ Նիտո շնորհավորես, նիտո չշնորհավորես, ինչ սրտով շնորհավորես, տակը ինչ ես դնում եք եւ այո, երևի իրար հետ որ սենց հավաքվում ենք մի քանի հոգով եւ պլյուս ավելի շատ ենք հոգի ստանում, առայն որ իրոք շնորհավորելու օր է, որովհետեւ մեր նախնիները, պապերը, հայրերը մեղ չունեն, որ իրանց որդիներն ու թոռները տակ են տվել ասպայի դրությամբ եւ իրենց սխրանք հաստատ շնորհավորելու է, թե մնացածը ինչ է արվելու Պես գերան ասեց այդ կերևա։ Ռեգալիաներս պետք չի թվարկել, հիշեք պարզապես մահախոսականի ժամանակ ամբողջությամբ կթվարկեք, հիմա դրանից պետք չի խոսել, իսկ իրականում այո ես մեծ ուրախությամբ և պարտությամբ ընդունեցի Կարենի ցանկում հրավերը, առաջարկը խոսելու, մի անգամից խոստովանեմ, սա միակ գիրքն է պարոն Բեկարյանի, որ ես դեռ չեմ կարդացել։ Բայց միակն է, որի կապակցությամբ պետք է խոսեմ։ Այսպիսի պարադոքս է մեր կյանքը, ինչու միակը, որ դեռ չեմ կարդացել, որովհետև բանտախցում շատ լավ չծիվո էր, այսպես ասած, պարոն Բեկարյանի այդ ամբողջ մատենաշարի մեծ մասը, ու չասեմ պարապությունից, հավեսով, բայց ազատ ժամանակ ունենալով դա ամբողջնել եմ և այսօրվա հերթական հատորը կարդալ չեմ կարողացել, բայց Պարոն Բեկարյանի հետ պատիվ եմ ունեցել աշխատելու այդ տարիներին միասին, Կարենի փորձ ավելի մեծ է խորհրդարանական դիվանագիտության մասնակցային առումով, բայց այդ տարիներին միասին ենք աշխատել եւ վստահ եմ, եթե գոնեին ոչ իմ խաթր, ապա իր խաթր նորմալ գրել է այդ գլուխը, բայց կկարդամ անպայման։ Հիմա ինչ կարամ ասեմ առանց կարդալու։ Այս կես կատակ, կես լուրջ, պարոն Մանուկյանը գեղամ շատ ցավոտ շեշտադրում արեց, բայց մինչ այդ ուզում եմ Տիկին Սիրանուշ Հակոբյանի խոսքին անդրադառնալ։ Սիրանուշը Ադրբեջանի նիպին շատ ճիշտ նկարագրեց, կախյալ է, բարեկամ է, բայց այդ Ադրբեջան բառը որ հանել դներ Հայաստան, ոչ մի բան չէր թողվելու նկարումների մեջ։ Ողջ հարգանքով Օմբուդսմենի ինստիտուտի հիմնադրած զարգացած բոլոր մարդկանց հանդեպ, մինչև վերջի երկու օմբուդսմենները կարող եմ փաստել, որ Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտը երևի ամենախեղկատակային և ֆասադային ինստիտուտներից մեկն է, դա ասում եմ որպես տասնյակ մարդկանցից մեկ ով անցել է այդ և մինչև հիմա անցնում է այդ բոլոր գործընթացներով, մենք չունենք այդպիսի անձնավորություն, որի վրա կարող ենք հույս դնել, այո քաղաքականացնում եմ, որովհետև ինքնին Մարդու իրավունքների պաշտպանության երևույթը, որ կանոն իրավաբանները հիմա չեն համաձայնի, քաղաքական երևույթ է, այն ծնվել է քաղաքական մտքի արդյունքում, դա քաղաքականության հետևանք է, ոչ թե առևտրի, ոչ թե մշակույթի, ոչ թե քաղաքականության հետևանք է առհասարակ Մարդու իրավունքների ինստիտուտի կայացումը առամյակների, հազարամյակների ընթացքում դա ինքնին քաղաքական երևույթ է և հնարավոր չի չքաղաքականացնել, վատ է, որ այո այսօրվա վիճակում մենք առերեսվում ենք այս իրականությանը։ Խորհրդարանական դիվանագիտության մասով մի քանի շեշտադրում կարող եմ հավելել այն ինչ որ պարոն Բեկարյանի հետ միասին անցել ենք և տեսել ենք մեր փորձով։ Այո, Գեղամ Մանուկյանը երիցս ճիշտ է, նախկինում դա մեզ միավորող բացառիկ ձևաչափներ։ Ես չեմ հիշում գեթ մեկ ընդդիմադիրն ու բացի մեկից, որը հիմա մեզ հետ միասին ընդդիմություն այս ռեժիմին, ուստի անունը չեմ տա, որ չթիրախավորեմ, չեմ հիշի գեթ, պարոն Հարությունյան, ճիշտ եք դուք, չեմ հիշի գեթ մեկ ընդդիմադիրի, ում հետ մենք որպես իշխանություն ժամանակին
միասին կռիվ չենք տվել խորհրդարանական ցանկացած ձևաչափերում, կիսելով իրականում միևնույն օրակարգը։ Ավելին ասեմ, խոստովանեմ սա, նաև նման այցերից կամ նստաշրջաններից առաջ մշտապես դերաբաշխում ենք արել։ Այսինքն մենք հավաքվել ենք պատվիրակությունով եւ արել ենք դերաբաշխում։ Ու այն ընդդիմությունը, որին ներքին քաղաքական հարցով ոչինչ խնդրել, ասել, հուշել, պահանջել չէր կարող, այդ ընդդիմությունը շատ կոնստրուկտիվ էր եւ մեզանից ոչ պակաս հայրենասեր, երբ որ խոսքը հասնում էր նման տեսակի նախապատրաստական աշխատանքներին, լինի Արցախյան հիմնախնդիր, Քարորիա պատերազմ, ցեղասպանության ճանաչում, բլոկադա եւ այլն։ Ինչն է վատ այսօր։ Այսօր շատ վատ է 3 բան, բացի այն ամենավատ բանից, որի անունը այնքան տվեցիք չեմ ուզում տամ։ Նեյով սկսող։ Շատ վատ է հետևյալը, առաջինը։ Խորհրդարանական դիվանագիտությունը նախկինում խորհրդարանական վերահսկողության մեխանիզմներից մեկն էր այս պարագայում արտաքին քաղաքականության վրա։ Այսօրվա այս անհասկանալի ապապետական կառույցների պարագայում Հայաստանում խորհրդարանական ձևաչափ առհասարակ չունի վերահսկողական ֆունկցիա, ցավոք սրտի ընդդիմությունը չի կարողանում ներկա վիճակում վերահսկել որևէ իրականում վերահսկել, ոչ թե հողում տալ մամուլին պատմել սկանդալային պատմություն, այլ ազդել պրոցեսների վրա, որոշումների վրա եւ իր ազդեցությամբ շտկել այդ որոշումները կամ պրոցեսները։ Նախկինում դա կար, ամենավառ օրինակը պարոն Մեքենը թույլ չի տա ստել, ՍԵՊԱ-ն է, քչերը կգիտեն երևի, որ ՍԵՊԱ-ով կնքվել է 17 թվականի նոյեմբերի վերջ, նախատեսված է խորհրդարանական վերահսկողության ձևաչափ, որը կոչվում է Parliamentary Partnership Committee (PPC), որի մասին կա հստակ կետ, որ այդ ստեղծվում է, որպեսզի վերահսկի ՍԵՊԱ-ն եւ ՍԵՊԱ-ի իմպլեմենտացիան։ Ես ուշով հետևում եմ առնվազն եվրոպական խորհրդարանական վերաժողովների աշխատանքներին, չկա այդպիսի բան առհասարակ, եւ համառ ջանքեր ընդդիմության, մեր ջանքեր գործընկեր Այգ Մամիջանյանի, Հայաստան Դաշինքի պատգամավորների ջանքերը ստանալ ՍԵՊԱ-ի իմպլեմենտացիայի ընթացիկ ռիպորտ, բախվում են անպատի եւ մենք որևէ թուղթ խորհրդարանից տեսնելու համար թե ՍԵՊԱ-ն ինչ փուլում է այս 6 տարիների մեջ ուր է հասել, բացի Եվրամիության դեսպանի կենացներից եւ Եվրոանձնաժողովի պաշտոնական կայքի սղլիկ ձևակերպումներից, ուրիշ որևէ հողում չունենք։ Երկրորդ պատմա, աջան։ Գեղցիքի եւ պետական գաղտնիք։ Դա, Սուտ է եւ պետական գաղտնիք։ Երկրորդ պատմանը նա է, որ այո, մենք ընդդիմության բացառիկ գործիք էր հանդիսանում խորհրդարանական դիվանագիտությունը, երբ որ ընդդիմությունը կարողանում էր այդ գործիքի միջոցով նաև տեսանելի եւ հասանելի լինել արտերկրին։ Այսօրվա կոնյունկտուրան այնպիսին է միջազգային, որ հիմնականում եվրոպական խորհրդարանական վերաժողովներում մեր ընդդիմադիր գործընկերներին ստիպված են լսում, ստիպված են հանդիպում, ստիպված են տեսակցում, որովհետև տեսնել, լսել եւ տեսակցել չեն ցանկանում, որովհետև Հայաստանի գործող ռեժիմը ամբողջությամբ բավարարում է սպասարկելով այն օրակարգը, որ իրենց պետք է եւ ավելի շատ պրոտոկոլ է հանդիպում ընդդիմության հետ կամ շփումները, քան թե իրականում կոնտենտ կամ ինֆորմացիայի փոխանակում, այսինքն եվրոպական խորհրդարանական վերաժողովները դարձել են մի մեծ դանայան տակառ, որտեղ ընդդիմությունը կարող է տոննաներով կոկորդիլոսի արդյունք լցնի իրավիճակի հետ կապված, բայց այդ տակառները մի կաթիլ անգամ չեն լցվում եւ չկա առհասարակ հետադարձ կապ, այսինքն ֆիդբեքը չկա, թե այդքան ահազանգերից հետո ինչ է անում այս կամ այն խորհրդարանական վերաժողովը։ Այո, մենք հասել ենք այն վիճակի, ըստ մի օրինակը բերեմ, պարոն Մեքենը վստահաբար այդ օրինակը չգիտեմ գրքում, լրամշակված տարբերակում կարող ես ներկայացնել։ Օրինակը հետևյալն է, որում այդ արդեն հիշատակվածս Եվրամիություն Հայաստան խորհրդարանական վերաժողովի ակտական նիստն է, ընդդիմության պատգամավոր Այգ Մամիջանյանը ներկայացրել է այդ փոփոխություն ցեղասպանության հետ կապված։ Քվեարկությունը նման դեպքերում երկու բաղադրիչներով է, եվրոպացի կարանտին են քվեարկում, հայաստանցի կարանտին, պետք է երկու տեղով էլ անցնի, որ եվրոպացի քվեարկում են կողմ, Հայաստանի իշխանությունը դեմ։
Պատկերացեք զավեշտի աստիճանը, որ այո, ցեղասպանության, ճանաչման, ընդգծման, հայ-թուրքական հարաբերություններում այդ խնդրի կարևորման հետ կապված Եվրոպարլամենտի պատգամավորները կողմ են, ազգային ժողովի քպայականները դեմ։ Նման, այսպես ասած, երկար կարող եմ պատմել, հա, այս նման դրվագներով, թե ինչ կարևոր է խորհրդարանական դիվանագիտությունը, ինչ լավ է, որ պարոն Բեկայանը դա առանձնացրել է, բայց եւս երկու բան ասեմ, հա, ու ավարտեմ։ Մյուս առանձնահատկությունը նա է, որ խորհրդարանական դիվանագիտությունը նաև կուսակցական դիվանագիտության կարևոր համընկնող խողովակներից մեկն է, որովհետև խորհրդանում ներկայացված քաղաքական ուժերը սկսում են համագործակցել եվրոպական քաղաքական ընտանիքների հետ եւ այդտեղ կա համադրում բուն կուսակցական գործունեության եւ խորհրդարանական գործունեության, ինչը մեր ժամանակ լավ էր, հիմա վատ է, որովհետեւ քպայական այսպես գործող խորհրդարանական մեծամասնությունը սպրտել ու ներթափանցել է բոլոր, գրեթե բոլոր քաղաքական խմբեր եւ այդ մետաստազը, այսպես ասած, ընդհանուր գեոպոլիտիկ շահերի մետաստազը վարակել է շատ ու շատ առաջին հայացքից իրար չբռնող եվրոպական քաղաքական ընտանիքներին։ Այս մի առանձնահատկություն եւ մի բան էլ ասեմ ու վերջ է, ինչը դուրս եկավ։ Էլ ինչը դուրս եկավ, էլի մինչև կարդալս։ Այն է, որ գրքում կա տեսլական։ Այսօր Ես պետք է ասեի։ Դու ինձնից երկար կապրես, բայց ես թող դա ասեմ։ Շատ կարևոր է, որովհետև ինչ այսօր կարդում ես, չկա դալշեն, այսպես ասած, իսկ հետո ինչ անեն, խնդիրների նկարագրություն բոլորս բավականին բարձր մակարդակի անում են, ընկալում է իրականության, ոնց մտածող փորձագետների քաղաքական շրջանակների մոտ առկա է։ Տեսլականի խնդիրը բաղադրիչը շատ-շատերի մոտ բացակայում է եւ ի պատիվ պարոն Բեկայանի եւ իր ստեղծագործական խմբի սա միակ գիրքը չէ, որտեղ կա այդ դալշեն կա ամենուրեք եւ այդ դալշեն տեսլականը, որ այսքանից հետո էլ կյանք կա, այսքանից հետո էլ աշխատելու տեղ կա, այսքանից հետո էլ մի բան փոխելու հնարավորություն եւ գաղափար կա, սա առանձնահատուկ արժեք հաղորդում է ամբողջ աշխատությանը, որ ինքնին ռիսկային է նման գիրք տպելը, որովհետեւ այսօր աշխարհին նայում ես, ամեն ինչ փլվում է, բոլոր միջազգային կառույցները փլվում են, ոչ մի բան չի աշխատում, բազմակողմերը, այսպես ասած, դեվալվացվել են, բայց այս իրականության մեջ սա նաև լավատեսության հիմք է տալիս, որովհետև վաղ թե ուշ բազմակողմերը վերականգնվելու են, ինչ որ մեկ այլ գոմեոստատիկ կետի վրա կանգի առնելու եւ նոր ճարտարապետության մեջ այո շատ կարեւոր է հասկանալ, թե ինչպես են աշխատում բազմակողմ ձևաչափերը, բավարար կարթ է ինչ կնք խոսեի, մերսի շատ։ Շնորհակալ եմ զեկույցի համար, պարոն Աշոտյան, ինչպես դուք ասացիք, ես հիմա ձեզ ցույց կտամ, պարոն Աշոտյանն ասաց, որ տեսլական կա, բայց չասաց, որ յուրաքանչյուր գլխից հետո կա տեսլական, որտեղ հետո նշվում է այսպես հաստավատեսակով նպատակ, դրանքից գալիս են բոլոր հղումները այն փաստաթղթերի միջազգային կառույցների, որոնք ապահովում են այս նպատակների իրականացումը եւ գրքի վերջում